որևէ մեկի հասցեին, որևէ անհարգի, անհիմն մեղադրանք չենք ներկայացրել, ի վերջո դա չի մեր խնդիրը։ Ո՞րն է արդյոք քո դերն ու նշանակությունը ժողովրդի կյանքում։ Մի հատ դուք լսեք, ինչպես Եվան լսեց Օծին։ Իսկ ո՞րն է այսօր նրանց դերակատարությունը ժողովրդի կյանքում։ Մեկնաբանեմ, թե ոչ։ Տգիտությունը խոսում է գիտակցության մասին։ Ներողություն ենք խնդրում մեր մինչ այժմ կատարած բոլոր սխալների ու մեղքերի համար եւ օգնություն ենք խնդրում։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց ու տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5-ով։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է։ Մեր հաղորդումները դիտողների մոտ 75%-ը բաժանորդագրված չէ մեր ալիքին։ Մինչ դուք բաժանորդագրվում եք, ես մեծ սիրով ներկայացնում եմ մեր այսօրվա շատերի համար սպասված հյուրերին։ Տիեզերքի հարցերով վերլուծաբաններ Լիլիթ Մարգարյան, Գոհար Գրիգորյան։ Բարև ձեզ, բարով եք եկել։ Բարև ձեզ։ Հիմա ինչ հազարավոր մարդիկ ուրախացան, հենց դες տեսան։ Մենք էլ շատ ուրախ ենք։ Ավելի քան 1 ամիս, եթե չեմ սխալվում, չենք հանդիպել։ Նախ առաջին հարցս, ինչ ընդմիջում էր, հոձես բան չէր պատահել, եւ երկրորդը ինչպես անցկացրեցիք։ Փառք Սուրբ Սրբոց երկնային տերտիրուհիներին եւ մեր սիրելի դիցերին, մեզ հետ ոչինչ չի պատահել եւ չի կարող պատահել։ Պարզապես Գոհարը բացակայում էր Հայաստանից եւ մենք որոշեցինք միաժամանակ ընդմիջում տալ, որպեսզի եղած գիտելիքները, տեղեկատվությունը, ամբողջ այս ինֆորմացիան ավելի խորը յուրացվի մեր հետևորդների կողմից, նոր մարդիկ ծանոթանան այդ ամենին։ Մենք բավականին 2 շաբաթ ընդմիջումով ենք արել բոլոր տեսանյութերը, բայց մի տեսակ մարդիկ չէին հասցնում դա ընկալել, կապը նախորդ նյութի հետ գտնել եւ այլն։ Խիտ էր յուրացումը մի քիչ դժվար։ Հավանաբար, թեև եղել է նաեւ շատ ընկալման շատ լուրջ բարձր արդյունքներ, այնուամենայնիվ երևի անհրաժեշտ էր այս ընդմիջումը, հետո ամեն եթեր չպիտի լինի ինքնանպատակ, երբ ասելիք կա, պետք է այդ ժամանակ եթեր դուրս գալ, այդպես հարմար գտանք։ Շատ բարի, ես մինչև Գոհարը կպատասխանի, ասեմ, որ մեր խմբագրություն բազմաթիվ զանգեր, անձամբ ինձ բազմաթիվ խնդրանքներ, հորդորներ, նույնիսկ դիտողություն, ուր են մեր Գոհարն ու Լիլիթը, իրենց Գոհարն ու Լիլիթը, հիմա ամեցեք։ Ինձ նույնպես անկեղծ ասած շատ են զանգահարել, իհարկե իմ քաղաքային հեռախոսահամարն անհասանելի էր, բայց Viber-ի եւ Messenger-ի միջոցով կարողացել են կապ հաստատել։ Այո, ես գտնվում եի գործուղման մեջ, բավականին ծանրաբեռնված ենք մենք այս ժամանակաշրջանում նաև աշխատել, իհարկե մի քանի օր տոները, բայց գիտենք, որ գրքի համար շատ ենք մենք էլ շտապում եւ մեր հանդիսատեսներ, հետևորդներն էլ, մեր հայրենակիցները նույնպես ամեն անգամ առաջինը հարցնում են, թե երբ պիտի լինի գիրքը։ Եվ իհարկե նաև ծանրաբեռնված աշխատանքը գրքի վերաբերյալ ուզում ենք հնարավորինս շուտ ավարտին հասցնել գրքի վերջնական այս փուլի աշխատանքները։ Իրոք դրա կարիքը այսօր շատ ունի մեր հայ ժողովուրդը։ Եվ նաև այդ առումով ժամանակ ավելի խնայողաբար օգտագործելու համար փորձեցինք նաև գրքի վրա փոքր-ինչ արագացնել աշխատանքները։ Ինչպիսի արձագանքներ կան այս ընդմիջման ընթացքում, ինչ հետևություններ արեցիք, ովքեր ու ինչպես են արձագանքում ձեր այս խոսույթին։ Նախ մինչ այդ ես իմ շնորհակալությունները, մենք մեր շնորհակալություններն ենք ուզում հայտնել մեր հայրենակիցներին, նրանց աջակցությունների համար։ Եվ այս ընթացքում էլ նրանք չեն դադարել մեզ աջակցել, իրենց փոքրիկ լուման ներդնել, անչափ շնորհակալ ենք, մենք հասկանում ենք, թե այսօրվա օրերում իրոք ինչքան դժվար է աշխատել այդ ծանր աշխատանքից, հացը գումարը, որ վաստակում են ընտանիքի համար, փոքրինչ ներդրում անել այս սուրբ գործի համար, որի համար շատ շնորհակալ ենք այդ աջակցության համար։ Եվ պիտի ասեմ, սիրելիներս, որ իրոք հիմա գրքի մեր վերջնական փուլի աշխատանքներն են ընթանում, այս ընթացքում փոքր-ինչ շատ մենք կզգանք ձեր աջակցության կարիքը, հենց գրքի աշխատանքները ավարտին հասցնելու եւ տպելու գործընթացը կատարելու համար։
Իհարկե մեր կոնտակտները կան նկարագրության էջում, այնտեղ կարող են տեսնել եւ փոխանցումների համար եւ կապ հաստատելու համար, այնտեղ տարբերակները նշված են, կարծում եմ այնտեղ հեշտ կարելի է գտնել այդ ամենը։ Այո, վերստին նշենք, որ շատ են առնվազն ինձ զանգում եւ հարցնում ինչպես ձեզ հետ կապ հաստատել։ Բարեկամներ, այս տեսահոլովակի նկարագրության բաժնում կան բոլոր կոնտակտները, բոլոր հնարավոր միջոցները հարգարժան հյուրերի հետ կապ հաստատելու համար։ Արձագանքների մեջ միայն դրվատանքի խոսքեր են, ձեզնով հիացած են, թե փոքրիկ կսմիկներ ևս են։ Մերնով որքան հիացած են, նույնքան հիասթափված, կամ հիասթափված չասեմ, հիասթափվում են մի բանից, որով հիացած են եղել։ Արձագանքները շատ տարբեր են, բուռն եւ ծայրահեղ տարբեր։ Սկսած անուններ ես չեմ տա, մենք չենք տա անուններ, նրանց ովքեր հետևում են մեզ, իրենք կհասկանան ում նկատի ունենք։ Մենք մեր եթերներում կարող են վկայել բոլորը, որևէ մեկին չենք վիրավորել, որևէ մեկի հասցեին որևէ անհարգի, անհիմն մեղադրանք չենք ներկայացրել, ի վերջո դա չի մեր խնդիրը, բայց մեր հասցեին բոլոր կողմերից, ամենատարբեր, իրար հակադիր կողմերից հնչել են ամենատարբեր մեղադրանքներ, որոնց հիմա մենք կանդրադառնանք, որովհետև եթե չենք անդրադառնում, այլ կերպ է դա մեկնաբանվում, որը մենք թույլ չենք տա։ Կանդրադառնանք, այսպես ասած, հոգևոր ոլորտից հնչող քննադատություններին, գրեթե անպատվության հասնող այդ քննադատությանը, որի իրավունքը ոչ ոք չունի, մանավանդ երբ փորձում ես հակադարձել շատ կիրթ կերպով եւ մեկնաբանությունների բաժնում ինչ-որ բան գրել եւ անմիջապես ինքը ջնջում է եւ հարձակում է գնում է մի խոսքով կանդրադառնանք մի փոքր եւ մյուս կողմը ոչնչով էլի չհիմնավորված մարդիկ, որոնք հնդրտուքների մեջ են, հոգևոր զարգացման ինչ-որ ճանապարհներ են որոնում, իրենց կարծիքով գտել են։ Տպավորությունը նախ այնպիսին է, որ բացարձակ իրենք չեն լսել, ինչի մասին ենք մենք խոսում։ Նախ դա։ Եվ երկրորդ, ինքնանպատակ, ինքնահաստատման ինչ-որ ձև կարծես ընտրած, իրենք քննադատում մեզ առանց որևէ հիմնավորման։ Սկսենք մյուս ծայրից, երբ որ ամենացնցող պահերից մեկը այն էր, որ անվանարկում են սատանայի հետևորդներ եւ այլն, թեթև տանենք, ամենամեծ մեղքերից մեկը սույն մարդը, այսպես ասենք, համարում է այն, որ եթերի ժամանակ, երբ դուք հարցրիք, ինչ կխնդրեիք Աստծուն, հանդիպման ժամանակ ես պատասխանել եմ, կխնդրեի նրան հնարավորություն տալ ճանաչելու տիեզերքի գաղտնիքները։ Ահա եւ ամենասարսափելի մեղքը։ Այ քեզ։ Այո, զարմանալի ոչինչ չկա, որովհետեւ այն ստրկամտությունը, որ ներարկված է ժողովրդի մեջ, մարդկանց մեջ, հիմնվում է հենց այդ վախի վրա։ Ասում եմ մի հատ դուք լսեք, ինչպես Եվան լսեց օծին, գնաց այդ գայթակղությանը եւ մեղքի ճանապարհը ընտրեց, քանի որ նրան օծը խաբեց, սատանան խաբեց, ասելով, որ դուք կլինեք ինչպես աստվածներ, իմացության ճանապարհով գնաց դեպի մեղքը։ Դա ամենամեծ մեղքն է։ Այդտեղից են սկսվում բոլոր սարսափելի հետևանքները, մարդկության կործանումը։ Մեկնաբան եմ, թե ոչ։ Կարծում եմ ցանկացած քիչ թե շատ adekvat մարդ եզրակացություն պիտի անի ընդամենը միայն այս փաստից։ Այդպես եք դուք ապրել մինչ այժմ ու այդպես էլ ուզում եք շարունակել։ Եվ այո, ձեզ գիտելիքը ինքնին երբեք չի կարող վնասաբեր լինել։
գիտելիքը ինչպես կկիրառենք մենք, դա կարող է օգուտ բերել մարդկանց եւ կարող է վնաս բերել։ Իսկ ցանկությունը գիտելիք ունենալ, իմանալ, ընդհանրապես մեղք համարելը դա զառանցանք է ուղղակի։ Ես սա ասում եմ բացահայտ բոլորի դեմքին, ովքեր այդ կարծիքին են, անկախ իրենց պաշտոնից։ Այսքանը այս ոլորտում։ Թարպես համեմատությունը աբսուրդային է, բայց խնդրեմ, ի վերջո մի հոգով եկեք չչափենք։ Ոչ, հարցը մի հոգին չի։ Հարցը այդ ուղերձը կրողն է։ Բարեբախտաբար ուրիշ նման արձագանք, ասենք հոգևորականների կողմից եւ այլն, բարեբախտաբար չի եղել։ Փառք Աստծո։ Եվ նաև գիտեք որն է ամենացավալին, որ նրանք մեզ անվանում են շարլատաններ, գումարներ շորթողներ։ Այնինչ մենք բոլորս շատ լավ գիտենք, թե ով է ապրում ժողովրդի գրպանում իրականում։ Եվ ես ուզում եմ հարց տալ այդ նման հոգևորականի եւ մնացածների նույնպես։ Որն է արդյոք քո դերն ու նշանակությունը ժողովրդի կյանքում։ Առանց քեզ ժողովուրդը եւ կարող է ամուսնանալ, եւ կարող է ծնվել, եւ կարող է մահանալ։ Եվ այնպես չի, որ դու գնացիր այնտեղ այդ լոլոն կարդացիր, ներեցեք արտահայտությանս, դրանով պետք է այնտեղ արարիչը նրան ներում շնորհի կամ մեղքերը ների եւ հոգին ընդունի եւ այլն։ Քանի որ մենք բոլորս գիտենք մեր բացահայտումներից, նրանց այդ ասելիքը, ինչ որ նրանք ասում են, իրականում չի ընդունվում արարչի կողմից, որովհետեւ նա մի օտար մարդ է տվյալ մահացողին, այն կողքի հավաքված հարազատների ձայնը լսելի է արարչին։ Նա այդտեղից եզրահանգում է, որ ինչ կարծիք են ունեցել մարդիկ տվյալ անձնավորության վերաբերյալ, սիրում են, այո, ճանաչողները, նրանց խոսքով է, որ արարիչը նաև հաշվի է առնում եւ որոշում է կայացնում, ինչ դատաստանի պիտի արժանացնի տվյալ անձնավորությանը։ Իսկ որն է, իսկ առանց իրենց կարող են եւ խնդրել, եւ ստանալ, եւ շնորհներ ստանալ, եւ օգնություն խնդրել։ Դրա վառ ապացույցն է այսօր հազարավոր մեր հետևորդների օգնությունները, որոնք այս գիտելիքից հետո դիմել են դիցերին եւ ստացել են նրանցից։ Եւ այնպիսի դեպքեր են նրանց կյանքում իրադարձություններ են տեղի ունեցել, որ նրանք ապշահարվել են։ Համազգային խնդրանքների մասին։ Եվ համազգայինին հիմա կանդրադառնանք, անհատական խնդրանքների։ Մարդիկ անբուժելի հիվանդություններ են բուժել, մարդիկ մեծ գործեր ու հնարավորություններ են նրանց համար բացվել, վիրահատություններ են տեղի ունենել, այնպիսի մարդիկ, որ տարիներով տառապել են ուսերի ցավից, որ պետք է գնան վիրահատություն անեն եւ այլ ուրիշ խնդիրներից, որոնք առանց վիրահատության միջամտության հնարավոր չէր բուժել, ընդհանրապես դիմելով դիցերին օգնություններ են ստացել։ Եվ նրանք մեր հետ են, մեր մեջ են, ապրում են, օգնում են եւ ամեն ինչ անում են։ Իսկ ո՞րն է այսօր նրանց դերակատարությունը ժողովրդի կյանքում։ Սարսափեցնել։ Եվ իհարկե նրանց այդ վրայի հաստ ճարպի շերտը կվկայի իմ ասելիքը։ Էլ չեմ ուզում խոսել այն ամենալկտի եւ վատ արարքների մասին, որոնք այսօր կատարվում են այդ դաշտում, ես պարզապես այս տեսախցիկի առջև չեմ ուզում անդրադառնալ։ Ինչու եք մարդկանց վիրավորում։ Ասենք հարիր է հոգևորականի, որ նա ասի դուք այրվեք դժոխքի կրակներում, սատանայի ճտեր, տոյեսիմ չգիտեմ, ուղղակի անհար։ Լավ, ժողովուրդ, 7 հաղորդում արեցինք, 7-ում էլ կարծեմ խնդրել եմ, հիմա էլ բացի սովորական մարդկանցից, ովքեր գուցեև այդ գիտելիքը չունեն, այն փորձագետները, հոգևորականները, վերլուծաբանները, գիտելիք կրող մարդիկ, Լիլիթ եւ Գոհարի հետ համաձայն չեք։ Բամարցակ բաց մարդիկ ասում են, եկեք բանավիճենք, եկեք դիսկուրս ունենանք, քննարկենք։ Մենք կարող ենք այդքան բարձր լինել ու այդ զրույցը կայացնել, խոսքը կայացնել։ Ինչի համար լավ վիրավորեն։ Ես առնվազն վկա եմ, ներկա եմ, որ այս մարդիկ չեն վիրավորել որևէ մեկին։ Ինչի ես սա իսկապես ծանր եմ տանում։ Սա մեր մակարդակի մասին է խոսում։ Գիտեք, չվիրավորելով հանդերձ, երբ որ խոսում ենք այնպիսի ճշմարտությունների մասին, որոնց մասին շատերն են մտածում, բայց պատասխանը չեն ունեցել կամ չեն համարձակվել բարձրաձայնել դրանց մասին, արդեն հակառակ տեսակետ ունեցողները հիմք են ունենում հարձակվելու։
Ինչու հարցակվել եք եմ ասում։ Որովհետև այլ բան չունեն ասելու։ Ես էլ լիքը ասելու։ տեղերում ձեզ հետ համաձայն չեմ գուցե, բայց երբևէ ինչքան նորմալ քաղաքակիրթ զրույց է տեղի ունենում։ Լսում եմ որոշ դեպքերում գուցե հարց եմ տալիս, փորձում եմ ինձ համար բացահայտել, հակադրվել, փաստարկել կամ ոչ, բայց ժորդ, լավ, կարանք վեհ լինենք, մարդ լինենք ու չվիրավորենք։ Չէ, չվիրավորել ուղղակի։ Հիմա ես էլ գիտեմ անում, դուք էլ գիտեք, ով վերլուծաբանա, փորձագետա ու ասենք վատ են պահել, էլի։ Հələ թողնենք, որ տղամարդկային կերպը, տեսակը իրավունք չունի կնոջը վիրավորելու, բայց ես խոսում եմ առնվազն այդ դիսկուրսի մակարդակը պահելու մասին, էլի։ Եթերային, ասենք, զրույց է սա, հանրային հարթակ է։ Համեցեք, կներեք։ Մարդիկ, ովքեր փնտրտուքների մեջ են, էլի կարելի էր անտեսել այս տեսակետը, եթե նույնպես ինքը չպարունակեր շատ կատեգորիկ ու մեղմ ասած վիճելի տեսակետ։ Այն որ ինչ եք ասում, դիցերին վերադարձ չկա։ Նախ սկսենք նրանից, որ դիցերը չեն վերադառնում, մենք ենք վերադառնում դիցերին։ Դիցերը միշտ ներկա են եղել, անկախ նրանից մենք ինչ կրոնի հետևորդ ենք եղել ու մենք դիմել ինչ ենք արել, իրենք միշտ են ներկա եղել։ Գուցե մի քիչ ավելի պակաս, քան սրանից հետո հուսանք կլինի։ Եվ ինչ են ասում այս ընդդիմախոսները մեր։ Ինչպես կարելի է նորից կախվածության մեջ գցել մարդուն դիցերից։ Սա նոր ժամանակաշրջան է, որտեղ մարդը ինքը իր մեջ արթնացնում է արարչին։ Ներսից դեպի դուրս է ամբողջ արարչագործությունը գնում։ Աբսուրդի ինչ աստիճան դժվարանում եմ մեկնաբանել։ Եթե առաջին պատվիրանը հիշում ենք, ընդունեք այս պատվիրանները իմ արարչիս կողմից հավերժական կյանքին հասնելու համար։ Ինչպես եք դուք պատկերացնում ձեր մեջ արարչի արթնացումը, մեդիտացիա եք անում եւ ձեր համար բացվում են բոլոր հնարավորություններ։ Եթե մարդը այլևս վաղուց կորցրել է արարչական գիտելիքների ամբողջ համակարգը, կորցրել, ինչպես եք դուք պատկերացնում ինքնուրույն դրա ձեռքբերումը։ Դուք ընդամենը կարող եք ցանկանալ, մտածել այդ ուղղությամբ, բայց ձեզ կտրվի թե ոչ, այնտեղ է միևնույն է որոշվելու եւ նրանք են տեսնում արժի ձեզ տալ թե ոչ։ Ինչպես եք պատկերացնում Մենդելեևը իր միջից հանեց, թե ինքը այնքան փնտրեց, ամեն մեկին չի տրվում այդ ինֆորմացիան։ Իր փնտրումների արդյունքում տրվեց իրեն այդ համակարգը կամ մեր Այբուբենի գրերի գյուտը, այսպես ասած չէ, գյուտը գտա, տրվեց Մաշտոցին դա։ Ոչ թե Մաշտոցը իր միջից, չգիտեմ, արարեց, ինչ արարեց այդ համակարգը։ Ես ամենաակնառու օրինակներն եմ բերում։ Հա, բայց լավ օրինակ եք բերում, հա։ Դուք կարող եք նույն ջրի վրա քայլել, ձեր մղումներից ելնելով, այդ հնարավորությունը ֆիզիկապես ձեռք բերել։ Դուք կարող եք գրավիտացիան խախտել, կարող եք թռչել։ Ես չեմ ասում չկա այդ հնարավորությունը, ես ասում եմ դուք չեք կարող, որովհետև տրված չի մեզ այդ գիտելիքը, իսկ տրված չի, որովհետև մենք բոլոր առումներով հեռացած ենք այս համակարգից։ Սա մի փոքր պատասխան։ Դե գիտությունը խոսում է գիտակցության մասին։ Դե դիցերին ինչ վերադարձ։ Ասում են դիցերը սոված են եւ գալիս են այստեղ կեր հայթաթելու։ Ասել եմ, դիցերին վերադարձ չկա։ Իսկ ներեցեք, ով եք դուք, որ ասեք դիցերին կա վերադարձ, թե չկա։ Չէ, եկեք մի փաստ հաշվի առնենք, որ Հայկ Նահապետը մեր այս մարդիկ ուրանում են նաև Հայկ Նահապետին։ Մեր նախահորը, ով դից է եւ Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային Տեր Արամազդի որդին։ Եվ նրանք ասում են, վերադարձ չկա մեր արմատներին։ Հասկանում եք։ Դա մեզ ասում են կախվածության մեջ է գցելու տիեզերքից։
ոնց ուզեն մեզ հետ կվարվեն։ Իսկ ուրանալ մեր նախնիներին նշանակում է դադարել մարդ լինելուց։ Ես չեմ ասել, Նժդեհն է ասել։ Բայց ինչ վատ բան կա տիեզերքից կախվածության մեջ մտնել։ Սկսենք նրանից, որ այլ տարբերակ չունենք մենք։ Տիեզերքի կախվածությունը տիեզերքից հենց նորմալ է եւ բնականon է այն պարզ պատճառով, որ տիեզերքը ինքը բացարձակ հստակ աստիճանակարգ է ենթադրում։ Կախվածություն ասելով ինչ եք հասկանում, համագործակցությունը գուցե ավելի ճիշտ բառ է։ Դու քո տեղում եղիր, ճիշտ քո դիրքում եւ քո առաքելությունը իրականացրու, դա կախվածություն չի արդեն, դա համագործակցություն է։ Մենք որ հասկանանք ուղղակի տիեզերքը ինչ է, նոր կհասկանանք էլի, որ դա վալերիանկա չի, էլի, որից կախվածությունից։ Այո, հետեւաբար գուցեև Էդ է պես պակաս, որ տիեզերքի այդ ամբողջական ընկալման մեջ լինի։ Այո։ Այմար թող կախվածություն անուն լինի, համագույն ինչ ուզում են անեն, բայց ծխախոտից կարելի է կախվածության մեջ լինել տիեզերքից։ Վախենում ենք։ Ես ընտրում եմ երկրորդը։ Գիտեք, մենք մեզ շատ մեծ ենք, մարդիկ իրենց շատ մեծ են գերադասում, իրենց արարիչ են կարծում։ Արարչին են իրենց մեջ տեսնում եւ չեն ուզում տիեզերքից կախման մեջ մնալ։ Ինձ էլ վստահ եմ շատերն էլ հետաքրքիր է համազգային խնդրանքները ինչ օգուտ են տալիս, հա, մենք ինչ ունենք այս առումով, տեղյակ եք, ինֆորմացիա կա։ Այո, իհարկե, ի ուրախություն մեզ բոլորիս գնալով օրեօր, շաբաթը-շաբաթ ավելանում են խնդրանքներին միացողների թիվը։ 180,000-ին արդեն մոտ է։ Այո, այդքան մարդ ամեն շաբաթ 3 շաբթի օրը, այսինքն առավոտյան ժամը 8-ին ներողություն Գոհար ջան, մեր ընդդիմախոսները նաև սարսափած են դրանից։ Երկու ծայրահեղ կողմերում էլ իրենք այս փաստը մեջ բերում են որպես մի սարսափելի իրողություն։ Այսինքն համազգային խնդրանքը իրենք դիտարկում են որպես ինչ-որ աղետ։ Իսկ նրանք տեղյակ են տեքստից, ընդհանրապես տեքստի պարունակությունը ինչ է։ Մի հատ հիշեցրեք էլի։ Տեղյակ են թե ոչ։ Կարող է փող եք ուզում համազգային։ Եվ սույն, այսպես ասած, հոգևորականը եւ մյուս կողմը ասում են դուք պատկերացնում եք, այսքան մարդ միացել է համազգային աղոթքին։ Աղոթքի դրույթները կարող եմ հիշեցնել։ Եթե կարելի։ Հա, արժի։ Դիմում ենք բոլոր Սուրբ Սրբոց երկնային բոլորին չէ, Արամազդին եւ կանանց, շնորհակալություն հայտնելով յուրաքանչյուրիս եւ ամբողջ ազգին տրված աջակցության համար, ամենօրյա եւ մինչ օրս ներողություն ենք խնդրում մեր մինչ այժմ կատարած բոլոր սխալների ու մեղքերի համար եւ օգնություն ենք խնդրում հայ ազգի, Հայաստան պետության համար աշխատող յուրաքանչյուր հայորդու համար։ Օգնություն ենք խնդրում սահմանին կանգնած զինվորի համար։ Նրանց համարձակություն եւ միաբանություն ենք խնդրում նրանց համար, որպեսզի իրենց սուրբ առաքելությունը կարողանան կատարել։ Առողջություն ենք խնդրում բոլոր իրենց դիմող հայերի համար եւ խնդրում ենք ներքին եւ արտաքին թշնամու բոլոր դավադիր ծրագրերը խափանել եւ օգնել ազգին հայոց վերադառնալ իր միակ ճշմարիտ նախկին հավատամքին, միաբանված եւ հզորացած։ Ինչից կարելի է սարսափել։ Եթե սարսափելի է այս բովանդակությունը, ուրեմն խնդիրը իրենց մեջ է։ Եվ ես այստեղ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր մասնակիցներին, ովքեր որ մասնակցեցին եւ շարունակաբար մասնակցում են համազգային խնդրանքին, մի շատ կարևոր բանի համար։ Իրենք էլ միգուցե չպատկերացրեցին, թե ինչ տեղի ունեցավ, ես փոքր-ինչ անդրադարձ կատարեմ։ Մի սարսափելի աղետ կանխվեց, որը կախված էր հայ ժողովրդի գլխին։ Ես, այո, հերթական աղետը, որը պետք է տեղի ունենար, եւ այս ամենը ի շնորհիվ այն մարդկանց, ովքեր որ խնդրանք հնչեցրեցին Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային Տեր տիրուհիներին։ Այն ամենը, ինչ պետք է տեղի ունենար մեր երկրում, տեղափոխվեց այլ տիրույթ, ես չեմ ուզում շատ մանրանալ, բայց այդ ժամանակահատվածում, սա խոսում եմ դեկտեմբերի կեսերի մասին,
հետևողները կտեսնեին, որ այլ երկրների վերլուծաբաններ, քաղաքական վերլուծաբաններ անդրադարձ կատարեցին այս ամենին եւ բոլորը ապշած էին եւ զարմացած, թե ինչ տեղի ունեցավ, քանի որ իրենք սպասում էին, որ այդ իրադարձությունները պետք է լինեին Հայաստանում։ Եվ մեր հարցումների արդյունքում էլ մենք պարզեցինք, որ այո, պետք է լինեին Հայաստանում, բայց այսքան մարդ, որ շրջվել էր Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային տերերին եւ ամեն շաբաթ հնչեցնում էին այս խնդրանքները, նրանք հաշվի առան այդ ամենը։ Եթե դիմում ես, ուրեմն նաեւ ստանում ես։ Եվ ես ուզում եմ դիմել մեր հայրենակիցներին, շատերը նույնիսկ գրում են, զանգում են, հարցնում են, արդյոք այս շաբաթ դիմում ենք, աղոթքը, խնդրանքը ուժի մեջ է։ Այո, հարգելիներս, կապ չունի, մենք կլինենք, չենք լինի, մենք եթերում կլինենք, եթերում չենք լինի, կհնչեցնենք այդ մասին, թե ոչ։ Բոլորս միահամուռ ձևով ամեն երեքշաբթի Հայաստանի ժամանակով ժամը 8-ին առավոտյան եւ 5-շաբթի օրը առավոտյան Հայաստանի ժամանակով ժամը 8-ին միշտ դիմում ենք այս նույն տեքստով Սուրբ Սրբոց երկնային Տեր տիրուհիներին եւ հավատացեք, պատասխանը չի ուշանա։ Մենք ստանում ենք եւ ստանալու ենք մեր խնդրանքների պատասխանը նրանցից։ Մի մեծ աղետի մասին ամբողջ աշխարհն իմացավ օվկիանոսից այն կողմ։ Լոս Անջելես, Միացյալ Նահանգներ։ Այս մասով տեղեկատվություն կա դիցերից։ Իհարկե հարցում արվել է այս մասով նույնպես, քանի որ մեր հետևորդները նույնպես շատ հետաքրքրված էին եւ հարցեր էին ուղղում։ Գիտեք, ինչպես ցանկացած փոքր աղետ անհատական, այնպես էլ այս խոշոր աղետները բնականաբար դրանք պատահականություն չեն կարող լինել երբեք։ Նրանք մեր սխալ ապրելակերպի, շեղված ուղու, սխալ ծրագրի հետևանքներն են։ Եվ համարձակություն ունեմ ասելու, ճշտելուց հետո այս ամենը դիցերից, որ կարելի է սա նաև համարել պատիժ։ Իրենք հաստատեցին, որ այո, սա նաև կարելի է համարել պատիժ։ Ես իհարկե շատ ցավում եմ, շատ ցավալի դեպքեր տեղի ունեցան, բայց հույս ունեմ, որ մարդիկ կսկսեն ավելի խորը մտածել, վերանայել իրենց կյանքերը, իրենց արածներն ու չարածները, որպեսզի մենք հնարավորինս խուսափենք նման աղետներից։ Գիտեք, նրանց համար թաքուն ոչինչ չկա, անտեսանելի ոչինչ չկա, որտեղ էլ ինչ ծածկույթի տակ էլ մենք թաքնվենք, երբեք մեր արարքները նրանց աչքից անտեսանելի չեն։ Դրա համար էլ կապ չունի մեծ պետություն ենք, գերտերություն ենք, փոքր պետություն ենք։ Պատմությունից մենք շատ լավ գիտենք, ինչ հսկայական կայսրություններ են վերացել առհասարակ երկրագնդի երեսից։ Հա, բայց դրա համար էլ այնպես որ խնդրում եմ վերանայեք դուք ձեզ, ամեն ինչ դրա պատասխանն է։ Միջանկյալ հարց ամեն դեպքում ուզում եմ տամ, վստահ եմ շատերը հիմա ինձ հետ հարցնում են։ Մեր երկրի ճակատագիրը, մեր երկրի վիճակը ո՞նց է գնահատվում, ինչ են մտածում, ասում դիցերը, ինչ անենք, լավ։ Մենք մի քանի անգամ երևի անդրադարձել ենք այս հարցին, բայց եւս մի անգամ կանդրադառնանք։ Եթե մենք չենք դիմում, եթե մենք ուրիշի բառերով ասում ենք դե դիցերին վերադարձ չկա, մոռացեք, ու մեզ կոչ են անում խելքի գալ, ման հրաժարվել մի խոսքով այս ուղուց, չերազեն որևէ օգնության մասին։ Հասկանում եք, որևէ բացառություն չկա։ 180,000 հոգի դիմել է, այդքան սրբազան ունենալ դրա համար հերթական սարսափելի աղետը կանխվել է։ Այո։ Էնպես չի, որ անտեսված է մեր ճակատագիրը, բայց որ պահին մեր մեջ կորիզ կձևավորվի, մեծ տոկոս կկազմեն գիտակցական բարձր մակարդակով ճիշտ ուղու վրա կանգնած մարդիկ, օգնությունը չեք երևակայի ինչ ձևով եւ ինչ ծավալի կլինի։ Աննկարագրելի, շատ բան ասել չեմ կարող։ Եվ ասեմ ձեզ, որ բավականին մարդկանց վարկանիշի աճ է գրանցվել այս ժամանակահատվածում, եթերները տեսնելուց եւ այս ամեն գիտելիքները ստանալուց, իրենք իրենց վերանայելուց հետո
Այն ժամանակ, երբ որ չեմ հիշում Լիլիթ 24 թե 36 հոգի էին վերջին տվյալներով, որ 85-ից ավել վարկանիշ, 86-ից ավել վարկանիշ։ 24-ը հայեր էին, իսկ իրենք 37։ Ահա։ Այս թիվը 500 քանիսն է արդեն անցել, բայց վերջին տվյալները չենք ճշտել։ Տեսեք, ինչ վարկանիշի աճ է գրանցվում մարդկության մոտ։ Այ երբ որ մենք գաղափարական աճ կունենանք, ընդհանրապես մտածելակերպի փոփոխությունը բերում է արագ ամեն ինչի, քայլերի փոփոխության, ապրելակերպի փոփոխության, արժեհամակարգի փոփոխության։ Ուրեմն մեր հետևորդներից մեկը ինձ զանգ է տալիս եւ պատմում է իրական դեպք։ Նա ապրում է մեր Մարտունիի շրջանում եւ պատմում է, թե ինչպես է տեսել դիցերին, Արամազդին, սա 44 օրյա պատերազմի ընթացքում։ Ուրեմն դուրս է գալիս բակ եւ նայում դեպի վերև ու տեսնում հսկաների մի շքախումբ կանգնած ու ինքը քանի որ չի իմանում թե ով է անուններով էսպես, բայց ասում է երբ որ ես նայում եմ իրենց, ես հասկանում եի, որ այս մեկը Արամազդն է, մյուսը Վահագնն է, մյուսը Տիրն է, մյուսը Միհրն է, ասում է բոլորը զինված թրերով, սրերով եւ բավականին ջղային տեսքով, այսպես մարտական տրամադրված, ու ես ապշած այսպես նայում եմ, թե ու իրենք են ինձ մտքով պատասխանում են, որ ինչ են անում, ես իրոք տեսնում եմ, չեմ տեսնում, սա ինչ է կատարվում օրը ցերեկով իմ հետ, ու ինձ պատասխանում են, որ իրենք գնում են ռազմի դաշտ Հայաստանին օգնություն ցուցաբերելու համար 44 օրյա պատերազմի ժամանակ։ Ու ասում այդ պահին գալիս է հարևանուհիս եւ հանկարծակի ընդհատվում է այդ պահը ու ես տեսնում եմ մինչ այդ թե ինչպես նրանք հսկայական շքախմբով գնում են այդ կողմ։ Պատկերացնում եք, իսկ մեկ ուրիշ մեր հայրենակցուհի ինձ զանգ է տալիս եւ պատմում է այն մասին, թե ինչպես է ներկա գտնվել, ինչպես են իրեն ցույց տվել այն ժողովը, չգիտեմ, աշխարհաժողով անվանել թե ինչ, որտեղ որ լուծվում են երկրների ճակատագրերը։ Ասում է, տեսնում եմ կանգնած Արամազդը իր ամբողջ բոյով, ամբողջ այդ տարածքը դահլիճը լցված են բոլորը դիցերով, այնտեղ ներկա են երկնային տիրուհիները նույնպես, բերում են մեծ հսկայական մի գիրք, դնում սեղանի վրա, որը որ բացվում է եւ քարտեզն է, ու այնտեղ աշխարհի բոլոր պետություններն են։ Որոշումներ է կայացվում, թե որ պետության հետ ինչ պետք է տեղի ունենա։ Եվ որոշակի նշումներ են նրանք անում, պարզապես ես չեմ ուզում հնչեցնել այդ երկրի անունները, որը որ կինը տեսել է։ Եվ գիտեք, ինչ մի հետաքրքիր փաստ, որ նա ասում է, ես այսպես հայացքով փնտրում եի այնտեղ, որպեսզի գտնեմ Հայաստանը, ու տեսնեմ արդյոք Հայաստանից վտանգ չի սպառնում, եւ ինձ կողքից միդից ասում է. դուք իրավունք չունեք այստեղ կողմնապահություն անելու։ Այսինքն, ինչ է նշանակում, մենք բոլորս նրանց համար հավասար ենք։ Այսինքն, մենք խաղում ենք մեր արածի արդյունքները։ Մենք ստանում ենք ըստ արժանավորես։ Եվ այստեղ մի բան պիտի խնդրեմ մեր հետևորդներից, այս բազմահազար խնդրանքների դեպքում, երբ որ մենք դիցերի անունները հնչեցրել ենք, չէ, եւ երկնային տերերի ում ինչ հարցով դիմել, մարդիկ դիմել են եւ չեք պատկերացնի ինչ օգնություններ են ստացել իրենց կյանքում։ Ես շատ եմ խնդրում, որպեսզի նրանք, ովքեր հարկ կհամարեն փոքր տեքստով այդ փաստերը ուղարկել մեզ, որովհետեւ մենք որոշում ենք կայացրել եւ դիցերն էլ դրան կողմ են, այդ փաստերը պիտի տեղ գտնեն մեր գրքում։ Եվ այնտեղ փոքրիկ կնշվի իրենց անուն ազգանունը։ Սա կլինի նաեւ փաստարկ եւ համոզմունք մեր մնացած հայրենակիցների համար, որ այո, դիմեք եւ ստացեք։ Իսկ այլ է մեկնաբանություններում էլ գրեն։ Իհարկե, մեկնաբանություններում որոշները գրում են, բայց ինչքան են առանձին շփումներում մեծ ինչեր են պատմում։ Ասում են, սիրելիս, հարգելիս, եթե այս մի ժամ դու ինձ պատմում ես այդ հրաշքը, եթե դժվար է 2 տող գրել այդ մասին, մեկնաբանությունները։ Այդ խնդրում ենք, էլի գրեք, որտեղ շատ-շատ են։ Չգիտես ինչու չեն անում դա։ Ամաչում են գուցե բան են։
Բայց խնդրում եմ, ուղարկեք մեզ դրանք, մենք հատուկ տեղ ենք հատկացնելու գրքի մեջ մի առանցին բաժին, որտեղ որ անպայման այդ փաստարկները պետք է գրեն։ Շատ են։ Հաջորդ թեմային, որ ինձ առնվազն հետաքրքիր է, կուզենայի անդրադառնանք, մի ժամանակահատված մենք չշփվեցինք մեկ-մեկու հետ, որի ընթացքում մենք տոնում էինք ինչքան ուժ ունեինք նոր տարին։ Բդերով, խոզերով, մսերով, sense տեղը տեղին։ Ասացեք խնդրեմ, այս ձեր մատուցած գիտելիքի տեսանկյունից այ ոնց պետք է տոնվի նոր տարին, հա? Ну, հայկյան տոմարը ստեղ ինչ նշանակություն ունի եւ ինչպես նշել, որ երկրորդ օրը չհոգնեց այդ նոր տարուց։ Բարեբախտաբար մենք ճշտել ենք նաեւ նախ հասկանանք երբ պետք է նշել, հետո ինչպես գոհարը ինչպես կասի եղել է նոր տարին առաջին գարնանային ամսվա առաջին օրը, որը այսօրվա փետրվարի 18-ն է։ Այս ոլորտում էլ, այս հարցում էլ բազմաթիվ բանավեճեր են ընթանում, նորմալ է, բանավեճը պիտի լինի, կապում են, այո, ամանորը եւ նոր տարին տարբեր տոններ են, ամանորը այո օգոստոսին է, իսկ նոր տարին փետրվարի 18-ին է եղել, բայց մեծ մասը հակված են դա նույնացնելու մարտի 21-ի գիշերահավասարի հաջորդ օրվա հետ, երբ որ օրերը մի րոպեով երկարում են, ցերեկները ներողություն, դա անվանելով նաև Վահագնի ծնունդ։ Սիրելիներս, հարգելիներս, ոչ մի առնչություն չունի այդ օրը տարվա սկզբի հետ, ուզենք թե չուզենք, այսպիսին է հայկյան տոմարը, եւ Վահագնի ծնունդը եղել է մարտի 28-ին։ Այդ դիցը ծնվել է այդ օրը, զորով չի, համոզելով չի։ Եվ դիցի ծնունդը ամենևին պարտադիր չի, որ կապված լինի բնության որևէ իրադարձության հետ։ Դա հետագայում է փորձ արվել նույնացնել։ Իսկ թե ինչպես ենք նշել, ներկայացնի Գոհարը։ Ինչպես նշեց Լիլիթը, ուրեմն տեսեք, մարտի 1-ը դա համարվել է հայոց աշխարհի հայկյան տոմարով մեր նոր տարին։ Եվ ինչի է այսօր փետրվարի 18-ը այդ օրը, որովհետև մենք ունենք ժամանակագրության մեծ խախտում, այսինքն փետրվարի 18-ի օրը մեր այսօրվա պիտի լինի մարտ ամսվա 1-ը։ Տեսեք ժամանակագրության ինչպիսի խախտում է տեղի ունենում այստեղ։ Եվ բացի այդ խախտումը եւ օրով էլ տեսեք 25 թվականի համար մենք ճշտեցինք, օրն էլ պետք է լինի 5 շաբթի։ Ու մենք էլի նույնիսկ օրերով է տարբերվում։ Սա երբ որ լիարժեք ձևով կվերատպվի, վերականգնվի ամենայն մանրամասնությամբ գրքի մեջ կգրվի այս ամենի մասին։ Եվ ունենք րոպեների խախտում նույնպես։ Այսինքն օրվա մեջ մեր ժամանակը 47 րոպե 18 վայրկյանով հետ է իրական ժամանակից։ Մի խոսքով, ինչպես են նշել մեր նախնիները նոր տարին, անդրադառնանք սրան։ Նախ տոնական ծառը դա համարվել է ծիրանենին։ Ամեն մեկը իր տանը ունեցել է, ամեն հայ ընտանիք իր տանն ունեցել է ծիրանենու ճյուղեր։ Եվ այդ ճյուղերը տան շնորհալի անդամների կողմից զարդարվել են։ Նախ ամենաառաջինը գունավոր ամենատարբեր գույնի թելերով, այնուհետև այդ տարվա ստացած, նախկին տարվա ստացած բերք ու բարիքներով, մրգերով, չրերով, մրգերով, այն բերք ու բարիքը ինչ որ ստացել են իրենք, հասկերով, ցորենի, այո, ցորենի հասկերով, ինչ որ տարին տվել են նրանց։ Ուրեմն ինչպես են տոնել։ Մեր ամեն մեկի տան այսօր որ հավաքվում ենք, ասես մեծ խնջույքային սեղաններ են գցում, այդպես չի եղել։ Հավաքվել են համայնքներով, ասենք մի գյուղ, ենթադրենք կամ մի համայնք, մի տարածաշրջան, բոլորով միասին մեծ սեղան են գցել, էլի այն բերք ու բարիքներով, ինչը որ տվել է իրենց տարին, եւ հայկական երկու ավանդական երկու պարով մեծ տոնախմբություն եւ խնջույք են արել։ Բոլորով միասին ուրախացել են։ Մի ամբողջ գյուղով։
Այո, բոլորը միասին։ Մեծ տոնախմբություն են արել, նշել են այդպես նոր տարվա մուտքը։ Իհարկե օղի չեն օգտագործել այն ժամանակ, գինի են խմել։ Եվ շատ քիչ։ Այո, շատ փոքրիկ գինի են խմել։ Հիմնական իրենց սեղանի ուտելիքները եղել է իրենց տարվա ողջ բերքն ու բարիքները։ Այդպես եւ ավանդական երգն ու երաժշտությունը, զարդարված գեղեցիկ ծիրանենու շուրջ։ Տոնել են ու վերջ։ Հա, մեծ գիշերը այո, այդ օրը տոնել են այդ գիշերը, տոնել են եւ վերջ։ 12 օր չեն ծանրաբեռնել Ստամոքսը։ Այո, այդ օրը շատ ճոխ են տոնել, շատ ուրախ, բոլորով միասին։ Եվ ընդհանրապես տոները նախատեսված են նրա համար, որպեսզի միավորեն, միաբանեն, շփումը մարդկանց կայացնեն։ Իսկ այսօր չկա շփում։ Այդ տոների ժամանակ ամեն մեկը ցույց է տալիս իր կարողությունները, իր շնորհները, ի հայտ են գալիս, ճանաչում են մեկը մյուսին, շփվում են մտերմիկ, հատկապես իրենց կարողությունները, երկար պատրաստվում են, որպեսզի ով ինչ կարող է դա ցույց տա։ Երիտասարդներն են տեսնում իրար վերջապես։ Բան ասացիք էլի, լի սեղաններ են, կոմունիկացիայի տարատեսակ բաներ, Facebook-ի ամեն ինչ, հաղորդակցման համար, բայց չկա շփում։ Չկա, ոչ, չկա։ Նստած է սեղանի շուրջը, ճոխ, գունավոր, YouTube, բան, ամեն ինչ, բայց շփում չկա։ Դատարկություն։ Եվ ծիրանենիները նաև Բաքում են զարդարել, էլ ասենք, եւ Բակի ծիրանենին են զարդարել եւ տանը ճյուղերով։ Եվ տան ճյուղերն են զարդարել, այո։ Ու դհոր զորնայով։ Իհարկե։ Ավանդական, այո, ավանդական երգերաշտություն։ Ժամանակը շատ արագ է անցնում։ Մյուսը կարծում եմ էլի հետաքրքիր հարց է, հիմնականում ինչ հարցերով են հետևորդները ձեզ դիմում։ Ես կուզեի շատ Կան այդպիսի հավաքական հարցեր։ Այո, գիտեք, լինում է նույնիսկ պատասխանում ենք, հարցը չի պահպանվում, չգիտեմ ինչ պատճառներով։ Ամենակարևոր հարցերից մեկը, ինչին կուզեի անդրադառնալ, զոհաբերության թեման է։ Մատաղ եւ զոհաբերություն։ Սա շատ առանցքային հարց է, որին պետք է անդրադառնալ։ Սկսենք նրանից, որ հայ իրականության մեջ եւ հեթանոսության մեջ առհասարակ զոհաբերություն գոյություն չի ունեցել երբեք։ Գոյություն չի ունեցել ոչ միայն մարդկային զոհաբերություն, ինչի մասին հետևորդները երբեմն հարցնում են, կասեմ հիմա կոնկրետ ինչի հիման վրա, այլև կենդանիների զոհաբերություն։ Մեր այսպես ասած զոհաբերություններ, այդ ինֆորմացիան, որ հասել է մեզ, այս ինչ Աստվածուհուն, այն ինչ Աստծուն, այս զոհաբերեցին, այն զոհաբերեցին, այսքան հատ էս, այնքան հատ են, դա եղել է ընդամենը տոնախմբության համար մորթվող կենդանիների ուղղակի մորթ։ Դա եղել է հյուրասիրություն դիցերին եւ տերտիրուհիներին, երբ որ նրանք ժամանել են, եւ այդ հյուրասիրությունը ամբողջ համայնքի էլի համախմբման եւ այլնի առիթ է եղել, առնվազն գուցե թագավորի եւ իշխանական տոհմի անդամների եւ այլն։ Այո, եղել են նման կերոխում, այսպես ասած, հյուրասիրություն, որը իդեպ նույնիսկ չէ, ուղղակի հյուրասիրություն։ Հասկացա։ Եթե ձեր ծնողը ձեզ հյուրա գալիս, մի հատ գարչեք մորթում, եթե ունեք։ Իսկ եթե ամբողջ համայնքն է հավաքվում, բա 10-ը չեք մորթի, բա 20-ը չեք մորթի եւ այսպես։ Եվ հատուկ արդյոք նրանց համար չեք բուծի լավագույն տեսակի կենդանիներ, ընդամենը սա է։ Որպեսզի նրանց հետ կերոխում անենք։ Հատուկ հարց է ուղղվել Արենի քարանձավում գտնված այդ դեռահասների գանգերի մասին, որ ամբողջ որոշ այսպես ասած գիտնականներ կայծակնային արագությամբ փորձել են տարածել այդ միտքը, որ Հայաստանում եղել է մարդկային զոհաբերություն, վկայությունն էլ այս գանգերը, որոնց ոսկորներն էլ են գտնվել այդ տարածքում, ինչ որ ատամների հետքերով եւ այլն, իբր մորթել են, կերել են, չգիտես ինչ եւ այլն։ Նման բան մեզ է չի կպնում, էլի մեր է չի։ Բոլորովին չի կպնում, որովհետեւ չի կարող կպնել։ Ինչ է եղել իրականում այդ սպանության պատճառը։ Դա եղել է
միհրի պատգամի ուղղակի կիրառում։ Դա եղել է վրեժխնդրության ակտ։ Նույնիսկ պարզեցինք, թե ովքեր են, ինչու եւ այլն, այսպիսի պատմություն պարզվեց նույն բնակավայրում ապրող, նույնիսկ նույն փողոցի վրա։ Երկու ընտանիքների թշնամանքի հետևանք է սա։ Ոնց որ մեկը սպանել է մյուս հարևանի երեխային, այս հարևանն էլ սպանել է նրա երկու երեխային, այդ երկուսը դեռահասները նրանք են, հետո էլ ծնողներին։ Սա վրեժխնդրության ակտ է եղել, ոչ մի զոհաբերություն այստեղ չի եղել։ Իսկ այդ հետագայում կենդանիներն են հոշոտել այդ մարմինները։ Եվ դա եղել է մոտավորապես 7000 տարի առաջ։ Այո, ինչու չի պահպանվել նման բաներ, որովհետև հենց մարդկային զոհաբերություն չի եղել, ասում են, կենդանիների անգամ զոհաբերություն չի եղել, բայց անդրադառնանք մարդկային զոհաբերությանը։ Մեր քաղաքակրթության մեջ մարդկային առաջին զոհաբերությունը եղել է Եգիպտոսից դուրս եկող հրեաների ձեռքով սպանված եգիպտացի առաջնեկների սպանությունը։ Դա եղել է առաջին մարդկային զոհաբերությունը։ Ավելի մանրամասները այս թեմայով գրքում։ Ըստ էության ասացիք եւ մատաղի մասին եւ զոհաբերության մասին։ Մատաղ բառը ինքնին քրիստոնեական շրջանից է, բայց մատաղի երևույթը, որ պահպանվել է մեզ մոտ, ի վերջո դա հյուրասիրության նպատակ ունի։ Այո, լավություն անել մեկին կամ հյուրասիրել 7 ընտանիք պիտի մասնակցի։ Մատաղի բաները բաժանել չէ, բաժանել այդ հին բանը։ Քրիստոնյաների մեջ միայն մեզ մոտ է մատաղը պահպանվել, երևի գիտեք, որովհետև հիմքը այնտեղից է գալիս։ Հիմքը ի վերջո հյուրասիրությունն է, հա։ Որևէ մեկին զոհաբերել, ինչ որ մեկի համար ինչ որ բան օրտել, ներողություն։ Գուցե անդրադառնանք առաջիկա անելիքներին։ Մարդիկ հիմա վստահաբար սպասում են, այսպես Այո։ Ինչքան պարբերականությամբ ենք հանդիպելու, ինչ կա գրքից, ձեր ծրագրերի մասին, անելիքների։ Մի փոքր ասեմ մեր ծրագրերի մասին, բազմահազար մեր հետևորդների խնդրանքով որոշում է կայացվել, կազմակերպել հանդիպում։ Հանդիպման մանրամասների մասին մենք կտեղեկացնենք մեր հաջորդ հաղորդման ընթացքում, իհարկե, բայց ուզում եմ ասել, որ այդ հանդիպումը կայանալու է։ Նրանք նույնիսկ կարող են պատրաստել, այո, հանդիպումը կայանալու է։ Պարզապես կորոշենք ժամանակը, տեղը, վայրը եւ ծրագիրը արդեն պարզ է, չնայած կարող են նրանք պատրաստել նաեւ հարցերը, այնպես որ եւ այդ հանդիպման ընթացքում մենք ավելի մոտիկից կփորձենք ծանոթանալ, որովհետեւ շատերը նույնիսկ հարցնում են մեր անձնական կյանքերից, ովքեր ենք մենք, ինչ ուղի ենք անցել, ինչ մասնագետներ ենք, ինչ ճանապարհ ունենք անցած, նաև այդ ժամանակ մենք կպատմենք այդ մասին։ Այնպես որ մենք ծրագրում ենք, ընդառաջ ենք գնում նրանց եւ ծրագրում ենք հանդիպում։ Վերջապես կտեսնեն, որ դուք սատանաներ չեք, նորմալ մարդիկ եք եւ շատ հաճախ են հարցնում, նույնիսկ ինձ են պաշտպանում ձեզանից։ Այ նույնիսկ այո դե դուք ասացիք որ ծայրահեղ ճամբարներ կան եւ մի քիչ էլ մեր դարաշրջանից կամ քվանտային գուցե դարաշրջանից մի քանի րոպե նվիրենք թե ծավալուն թեմա է կարող է չհասցնենք չի ասի ծավալուն թեմա է կոնկրետ մեզ համար մենք դրա դիտակները չենք, այսպես կարող ենք ասել, բայց քանի որ հարցերը հնչել են նորից մեր հետևորդների կողմից, գիտեք, հարցը որպեսզի լիարժեք պատասխան ստանա, մենք ինքներս պիտի հասկանանք ինչի մասին է խոսքը։ Շատ մոտավոր պատկերացում ունեմ կոնկրետ ես, բայց քանի որ հարցը տվել ենք, այսպեսի պատասխան է եկել, որ այո, քվանտային դարաշրջանը սկսված է, բայց չնչին առաջընթացով գիտական մակարդակը, եթե 100 միավոր ընդունենք դիցերի, գիտելիքների ընդհանուր մակարդակը այդ ոլորտում, երկրագնդի վրա
3% էլ չի կազմում եղած գիտելիքների որակը։ 14 տարի հետո միայն նրանք այստեղ որոշ մարդկանց ոնց որ աճեցնում են, ուղղորդում են, 14 տարի հետո միայն նոր մարդկությունը լուրջ կթևակողի այդ գիտելիքների ոլորտ։ Այսքան բան կարող եմ ասել, եթե ավելացնելու բան ունես։ Մի փոքր ձկան եւ ջրհոսի դարաշրջանի հետ կապված, որ անցում ենք կատարել ջրհոսի դարաշրջան, ուրեմն ձկան այս դարաշրջանները, ժամանակաշրջանները, այսպես ասեմ, իրենք տևում են 1996 տարի։ Ոչ թե 2000։ Ոչ թե 2000, այլ 1996 տարի։ Այսօր մենք գտնվում ենք ջրհոսի ժամանակաշրջանում եւ 8-րդ տարում, ջրհոսի ժամանակաշրջանի 8-րդ տարում ենք մենք գտնվում։ Եվ սա էլ նույնպես տևելու է 1996, ինչպես մնացած բոլորը։ Իսկ քվանտային դարաշրջանը տևելու է մինչև մեր քաղաքակրթության վերջը։ Այսինքն այդպես ենք ավարտելու քաղաքակրթությունը։ Որտեղ Հայաստանը լինելու է, չէ՞ երևի։ Ինչ խոսք։ Ընդհանրապես գիտելիքով, գիտելիքահեն կրթված ժողովուրդն ու երկիրը միշտ էլ կլինեն ու այդ լուսավորչականությունը կտարածեն։ Մենք կարծեմ առաջին հաղորդման մեջ թե երկրորդ նշեցինք այդ մասին, որ լույս կբացվի, արարչական ընկալման լույսը, եթե կրթվենք, եթե գիտելիք ունենանք։ Շնորհակալություն։ Ուրախ եմ այս տարի մեր առաջին հանդիպումներ, ուսանք շատ չենք սպասեցնել դա եւ չենք ճարաշայի մեր հեռուստաեթերների հետևորդների համբերությունը եւ բարբերաբար ձեր ներկայությամբ, ձեր խոսիթով մարդկանց այդ գեղագիտական առնվազն հաճույքը, չեմ ասում գիտելիքի կրթվածության առումով մատուցեք։ Գոհար Գրիգորյան, Լիլիթ Մարգարյան, բարեկամներ, Live Armenia։ Շնորհակալություն։ Ալիքներ, շնորհակալ ենք նաև ձեզ, որ համբերատար դիտեցիք այս հարցազրույցը եւ բաժանորդագրվեցիք մեր ալիքին։